Գործող կանոնակարգի համաձայն Շիրակի մարզպետին առընթեր երիտասարդական խորհրդի կազմում պետք է ընդգրկվեին այն համայնքներից ներկայացուցիչներ, որոնցում բնակչության թիվը 3000 եւ ավելին է։ Ընտրվել է մարզի 3 քաղաքային եւ 4 գյուղական համայնք։ Յուրաքանչյուր համայնք ներկայացնելու է երկուական թեկնածու եւ մեկը կոչվում է պետական հատվածի թեկնածու, մյուսը կոչվում է ոչ պետական հատվածի թեկնածու։ Գյումրի քաղաքը եւ Պեմզաշենը կամ ասենք չգիտեմ Մարալիգը կամ Ազադանը ունեն հավասար չափով ներկայացուցիչներ մարզային երիտասարդական խորհրդում, մինչդեռ ասենք Գյումրի քաղաքի բնակչությունը տասնյակ անգամ ավելի մեծ է, քան ասենք Ազադանի բնակչությունը։ Շիրակի մարզպետանի մշակույթի եւ սպորտի բաժնի գլխավոր մասնագետ Գոռ Մարգարյանն անձամբ է նշված համայնքների ղեկավարներին հայտարարությունների միջոցով տեղյակ պահել անցկացվելիք մրցույթի մասին։ Երիտասարդ ակտիվիստները սակայն գտնում են, որ տեղեկատվությունը հավուր պատշաճի չի իրականացվել։ Մենք ուշադրություն մացանք, այսինքն մարզպետանի կայքում ճիշտ է տեղադրված եղել է, բայց բոլորս գիտենք մարզպետանի կայք 1001 հոգին կարող է մտնի ինչ-որ մի հատ գործով, ավելի շատ ակտիվ խմբեր ու հիմնականում համացանցում խմբեր բաներ կային, որտեղ կենտրոնացած են բոլոր ակտիվ երիտասարդները, ասենք կազմակերպություն եւ այլն, ցավոք սրտի այդ խմբերում ինֆորմացիա չէր տարածվել։ Երիտասարդական խորհրդում ներգրավվելու համար թեկնածուների ընտրության հետ Շիրակի մարզպետանի մշակույթի եւ սպորտի բաժինը որևէ առնչություն չի ունեցել, ասում է Գոռ Մարգարյանը։ Խորհուրդը ձևավորվել է հիմք ընդունելով համայնքների ղեկավարների կողմից ստացված պաշտոնական գրությունները։ Համայնքները արձագանքել են հավաքականու նիստի արձանագրությամբ, կա համայնք, որ հավաքականու նիստի արձանագրություն չկա, բայց պաշտոնական գրությամբ ներկայացվել են թեկնածուները, որոնք հենց այդ թեկնածուներն էլ հիմք են հանդիսացել։ Գյումրի քաղաքում մրցույթ չի եղել եւ այս առումով Գյումրու երիտասարդական խորհուրդը ունի իր անհանգստությունները եւ առաջիկայում մենք պատրաստվում ենք այդ հարցում անել քաղաքապետարան, թե ինչ կարգով է անցկացվել մրցույթը, ինչպես այն հրապարակվել կամ անցկացվել է ընդհանրապես, թե չի անցկացվել։ Շիրակի մարզպետին առընթեր երիտասարդական խորհուրդը գլխավորում է Շիրակի փոխմարզպետ Սեյրան Պետրոսյանը։ Խորհուրդը նպատակ ունի առավել սերտ համագործակցություն ապահովել պաշտոնական կառույցների եւ հասարակության տարբեր շերտերի միջեւ։ Գոռ Մարգարյանի հավաստմամբ խորհրդի գործունեությունը միայն կազմում ընդգրկված անձանցով չի սահմանափակվի։ Համագործակցություն կլինի նաև տեղի մի շարք երիտասարդական խմբերի հետ։ Հարցերը բարձրացվում են հետազոտության մակարդակում, իսկ հետազոտություններ, դուք գիտեք, հիմնականում արվում են ավելի շատ հասարակական հատվածի կողմից, այն հետազոտությունները հետազոտական աշխատանքները
եղել կլինի, եթե տարբեր հետաքրքրության երիտասարդական խմբեր, կազմակերպություններ ներգրավված լինեն խորհրդի աշխատանքներին։ Եթե դրանք պիտի որոշումներ կայացման հրավիրեն փորձագետների ասեմ, որ ասում չարասն քննարկում խորհրդի կարիքը կայավելն ու մեր առաջարկներն ասնի գուցե եւ ինչ-որ համագործակցության եզր ստացվեն։ Բայց եթե իրենք ինքնուրույն են փորձելու գործել, ոլորտից կտրված ինչ-որ որոշումներ են կայացնում, բնականաբար այստեղ հարցերն առաջանան։ Երիտասարդական ոլորտի փորձագետ Կարեն Տերտերյանի կարծիքով համագործակցություն հազիվ թե ստացվի խորհրդի այնպիսի անդամների հետ, ովքեր չեն էլ պատկերացնում, թե ինչպիսի խնդիրներ են առկա կամ թե ինչպիսի ծրագրեր կարելի իրականացնել։ Բոլորը չեն ճանաչում մեկ, երկրորդը ասել եմ կրկնում, իրենք ոլորտի չեն մասնագիտացված չեն հարցերում ու ես չեմ պատկերացնում են հարցերը, որոնք իրենք քննարկելու են, արդյոք ոնց է ընթանալու։ Խորհրդի կազմը հազիվ թե լուծարվի ու նոր ընտրություններ դժվար թե տեղի ունենան, ասում է Կարեն Տերտերյանը։ Գոռ Մարգարյանն էլ տեղեկացնում է, որ արդեն ձևավորված խորհրդի անդրանիկ նիստը կկայանա առաջիկա օրերին։ Ալա Բաղդասարյան, Խաչատուր Գևորգյան, Ազդարար։